Շարունակում ենք մեր խոստովանությունների էջը, այս անգամ իրենց մեղքերն են խոստովանելու սուպերմարկետների աշխատողներն ու հաճախորդները։ Մի անգամ են շեշտեն, որ հավաքական սուպերմարկետների հավաքական աշխատողները ու հաճախորդները։ Ու իրանքը։ Մեր սուպերմարկետում թարմ կաթնամթերքը միշտ դնում ենք այն ամենայն հետևը, իսկ դիմացը դնում ենք այն, որ ժամկետը անցել է, կամ որ հեսա 10 րոպեից պիտի անցնի։ Ես սուպերմարկետի շատ հավատարիմ հաճախորդ եմ, միշտ հավատարիմ եմ եղել, բայց մի անգամ սուպերմարկետի կողքով անցնում էի, աշխատող ինչ-որ բան հարցրեց, պատասխանեցի, խոսքը խոսքի հետևից ու ծամոն առա, իսկ դրանից մի քանի օր անց շտապում էի, չհասցրեցի, մտածի լավ մտնեմ մի հատ էլ հաց առա, իսկ 3 առաջ էր արդեն պասուս տալու եմ առել։ Պասուս տալու եմ։ Մեր սուպերմարկետում մենք ունենք մի ոսկի կանոն, ապրանքները պետք է շատ քիփ իրար դնել, որ հաճախորդը մի բան հանում է, մի երկու բան էլ հետը գցի, ու վաճառքները 2 անգամ աճել են։ Ես սուպերմարկետի մենեջերը ու ինձ թվում է ոչ բոլոր հաճախորդներն են մեր հավատարիմ։ Նոր ասում ես սա սուպերմարկետի մոտ մեկ է մեր ամենահավատարիմ հաճախորդներից մեկը պասուս տոլմա էր առնում։ Ախր ինչու, ինչն եք սխալ արել մենք, ինչ, որտեղից դա գնաց։ Ես սպասում եմ, որ մարդիկ սայլակից հեռու գնան ու փախցնում եմ սայլակը։ Դե բա 200 դրամ էլ է փող։ Որ տեսնում եմ հաճախորդ, մոտենում եմ ու սենց քիթն եմ մտնում, սենց ուշադիր նայում եմ, ամեն հաճախորդ պոտենցիալ գող է։ Մեր սուպերմարկետը ամենալավն է։ Մենք ունենք ամենահավատարիմ հաճախորդները։ Իսկ եթե ինչ-որ հավատարիմ հաճախորդ դավաճանում է մեզ, մենք թարս չափարախ ենք տալիս, դա առաջին անգամ, իսկ հետո 2 ամիս նա աշխատում է մեր նկուղներից մեկում։ Ես այն մարդն եմ, ով սուպերմարկետում միշտ ուսումնասիրում է ուրիշի սայլակի պարունակությունը։ Մենք լիքը ակցիաներ ենք անում, ասենք կարող է 1000 դրամանոց ապրանքը դնենք ու 920-ով ցպնենք։ Դե բա կես ժամից ժամկետը պրծնելու է, բա ինչ անենք։ Ես աշխատում եմ սուպերմարկետում, կասայի վրա ու երբեք չեմ ժպտում։ Ընդհակառակը, ինչքան կարողանում եմ, սենց չուզող դեմքի արտահայտությամբ եմ ընդեղ աշխատում։ Նույնիսկ երբ տրամադրությունս շատ լավն է, մեկ հաճախորդները ասում են, ախր ստեղ գրած է, ժպտա, ինչի՞ չեք ժպտում։ Ես այդ մարդն եմ։ Հետո կասայի մոտ ուշադիր նայում եմ, ով ինչքանի առևտուր է արել։ Հետո որ բումաժնիկը սանցանում է, որ գումարը վճարի, էտել եմ նայում ինչքան փող կա մեջը։ Ես սուպերմարկետի հաճախորդ եմ ու միշտ գնում եմ, կանգնում եմ արագ սպասարկման կասայում, բայց լիքը բան եմ առնում։ Հետո վճարում եմ քարտով, բայց պարզում է պին-կոդը չեմ հիշում, հետո մյուս քարտն եմ տալիս, ուղղակի պարզում է, որ մեջը փող չկա, վերջը ոնց որ կանխիկով եմ վճարում, գնում եմ։ Ես դժոխք եմ, չէ՞ գնալու երևի։